Բայց քեզ ինչ ա թվում։ Ես կուզեմ, որ իմ աղջիկը որևէ տեղ իմ դեմ օգտագործող զենք դառնա արմու։ Ուզում ես ասես, Չմոռանալով, որ Նարեն երբեք չպիտի նեղվի։ Ես քեզ երկրորդ հնարավորությունն եմ տալիս, բայց վերջին։ Արմու, վերջին հնարավորությունը։ Օգտվի առիթից։ Սկի հերդ քեզ այսքան հնարավորություն չի տվել։ Եղավ։ դե ես գնացի։ Գնա։ Կներես ինձ վրան, որ սեղանի մոտ չմնացի։ Հա, բան չկա, Սոն։ Ստացվում է, որ այս հավաքույթը իմ համար էր, բայց ես թողեցի ու եկա։ Սոն նորմալ է, դրա մասին մի մտածի։ Պապան հաստատ չէր ուզում քեզ նեղացնել ու երևի ինչ-որ մի բան սխալ արտահայտվեց։ Պապատ ինձ չի նեղացրել։ Ուղղակի ինձ ժամանակ ա պետք, որ ես ամեն ինչին սովորեմ։ Քո մաման էլ պապան էլ ինձ շատ լավ են ընդունել։ Ու ես շնորհակալ եմ իրենց դրա համար։ Ուղղակի ես չեմ հասկանում, ոնց է ստացվում, որ քո պապան կարողանում է հանուն քեզ ընդունի ինձ, իսկ իմ պապան չէ։ Վրամ ես չէի ուզի այս մտքերը ունենալ, բայց չեմ էլ կարողանում չհամեմատել։ Ոնց է ստացվում, որ քո ծնողները համաձայն են հանուն քեզ այս քայլին գնան, բայց իմ ծնողը նույնիսկ ինձ չուզեց լսի։ Սոնա, պետք չի համեմատել։ Իրականում ոչ մեկը չգիտի իմ հերը իրան ոնց կպահեր, երբ որ ես թողեի ու տնից գնայի։ Ոչ մի ծնող իր երեխու վատը չի ուզում։ Ու ես հիմա բոլոր օրենքներով պիտի ինձ լավ զգայի, որ դու սկսում ես հորդ դեմ տրամադրվել։ Բայց այդ սխալ է, Սոն։ Հերդ քեզ շատ է սիրում։ Հերդ քո համար եղել է համ հեր, համ մեր։ Ու այս կյանքում ես չեմ ուզի, որ դու հորդ հանդեպ տրամադրվես, որովհետև դու տենց երջանիկ չես լինի, իսկ ես այդ չեմ ուզում։ Լավ։ Հերդ քեզ շատ է սիրում։ Այս ամեն ինչն էլ վախի ու անհանգստության պատճառն է։ Այդքան բան։ Չէի ուզի ինձնից հիասթափվեիր։ Չեմ ուզում ասածներս կրկնեմ։ Հույս ունեմ, որ գոնե կհասկանաս։ Այդ հիմա կարևոր չի։ Կարևորը դու աղբորդ հետ հարաբերությունները կարգավորես։ Դուք մենակ իրար ունեք ու իրար մեջքի պետք է կանգնած լինեք։ Նամանավան դու էլ մեծն ես։ Դու ամեն ինչ պետք է անես։ Վերջ, վել չեն գալու, ընդունելության արարողությունն ավարտվեց, Նարե, ինչ է կատարվում աղջիկ ջան,
Ինձ կարող ես բացատրել, ինչ է կատարվում։ Ձեզ ինչի է թվում, որ դուք ինձնից լավ գիտեք, թե ես ինչ անեմ, ինչ խոսեմ, ոնց վարվեմ, ոնց չվարվեմ։ Ինչ եք որոշել ամբողջ ընտանիքով ինձ դաստիարակել, հա։ Պապ, խնդրում եմ վերջացրու, լավ։ Դե լավ էլի, հերիքա, ամբողջ կյանքում ես ուսերիս վրա տարել եմ ամեն ինչ նարե, լավն էլ, վատն էլ, ծանրն էլ, դու ամենածանրն էլ։ Ու եթե ինչ-որ մի բան ձեր տեսանկյունից սխալ եմ արել, աղջիկ ջան, էդ էլա ծանրացել ուսերիս վրա։ Հա, էդ էլա ծանրացել։ Դուրս գանք, երկու բառ խոսանք։ Շոր հակի։ Այ քեզ բան։ Ինչի չի պատասխանում ես աղջիկը չեմ հասկանում։ Նիկո։ Պապ։ Ինչ-որ լարվածություն կա, պապ ջան։ Դուրս չի գալիս։ Չէ, նորմալ է։ Դու երջանիկ ես, ես երջանիկ եմ բնականաբար։ Ուրիշ ինչ է պետք։ Այտենց չի ձևը։ Տենց է։ Տղա ջան, ուրեմն մնացածը էլ հեչ կարևորել չի։ Բայց լավ կլինի, որ դու վստահես հորդ։ Ես ուզում եմ, որ դու նկատես նաև այն, որ ես շատ բան եմ մի կողմ դրել, վրամ։ Ու այն ինչ որ ասիր սեղանի շուրջ, կհամարեմ, որ չի եղել։ Ու կշարունակենք ապրել, ոնց որ ապրել ենք։ Ես չեմ ուզում այս սիրուն օրը փչացնեմ, տղա ջան։ Ամեն դեպքում Սոնայի հոր մասին խոսալուց մի քիչ պիտի զգույշ խոսանք, պապ։ Վերջը հերն է։ Ու վերջապես կոնկրետ աբոն մեր թշնամին չի։ Թե սխալ եմ մտածում։ Ինչ որ բան կա, որ ես չգիտեմ։ Չէ, տղա ջան, ճիշտ ես։ Դե բնականաբար Սոնան քո կինն է, ուրեմն իմ ընտանիքն է։ Իսկ ես իմ ընտանիքը իմ ազնական թշնամիների դեմ զենք չեմ սարքում։ Ես ավելի լավ զենքեր ունեմ օգտագործելու դրանց դեմ։ Էլի եմ ասում։ Արի համարենք, որ ոչ մի բան էլ չի եղել։ Ու այս սիրուն օրը չփչացնենք դրա։ Բայց եթե դու մտածում ես, որ ես Սոնային կարող եմ զենք սարքել դրանց դեմ, լավ կլինի, որ հակառակի մասին էլ մտածես։ Ու շատ իրեղի տղա ջան։ Չհասկացա ինչ ես ասում։ Վրամ, դու ինձ միշտ կես խոսքից հասկացել ես։ Ես ինչ հարցեր։ Հարմար չի տեղս։ Լավ ես։ Լավ եմ։
Չեմ խանգարում։ Չէ։ Լավ ես։ Հա, Նարե, փորձում եմ ինձ տրամադրել ու իրերս դասավորել։ Ճիշտ ես անում։ Դրանից հետո դու քեզ քո տանը կզգաս։ Կարծում ես հերիք, հա։ Ես այնպես չի, որ փոշմանել եմ։ Չէ, ուղղակի այս տանը չեմ կարողանում հարմարվել։ Սոն դե նորմալ է։ Մարդիկ ընկերություն են անում երկար ժամանակ, նշանվում են, այդ ընթացքում գալիս են հյուր, գնում են հյուր, հարմարվում են տանը, ընտանիքին։ Իսկ դու դեռ առաջին օրն է որ ստեղ ես։ Ու այն տանն եմ, որը ընտանիքիս համար մեկ թշնամին է։ Դու ինձ ամենալավը կհասկանաս, Նարե։ Ես լավ կլինի գնամ քեզ չխանգարեմ։ Ուզում եի համոզվել, որ լավ ես։ Նարե, մենք երկուսս էլ իրավիճակը շատ լավ հասկանում ենք։ Քո պապան ինձ ընդունել է այնպես, որ նույնիսկ ես չէի պատկերացնի, բայց իր ասածները կոկորդիս են կանգնած։ Հա, Վրամ ինձ շատ է սիրում, ու երբեք չի նեղացնի, ինքը իմ ճանաչած ամենաարդար մարդն է։ Բայց երկուսս էլ հասկանում ենք, որ դրանից թշնամությունը չի պակասել։ Իմ ստեղ լինելուց պապատ ավելի ուժեղ է իրան զգում։ Կներես էլի, որ այսքան բաց եմ խոսում հետդ։ Չեմ հասկանում խոսակցությունը ուր է ստանում։ Նարե, ես հաշվարկով չեմ այստեղ, ես սիրելով եմ այստեղ։ Բայց եթե դու Հայկի իրար շատ եք սիրում, ինչն է խանգարում, որ նույն քայլն էլ դու անես։ Այդ դեպքում երկու կողմերն էլ հավասար կլինեն։ Ու ոչ ոք ոչ մեկի դեմ առավելություն չի ունենա։ Ու հնարավոր է, որ մի օր այս կռիվը ավարտվի։ Ես գնամ քեզ չխանգարեմ։ Նարե։ Նորմալ է ամեն ինչ։ Հա, Նարե, նոր տարվա գիշերը խառն էի, չկարողացա հարցնեմ։ Բայց հիմա եմ ուզում հարցնեմ, էլի կամ ավելի ճիշտ կլինի, որ մինչև իմ հարցնելը դու ինձ ասելու բան ունենաս։ Տենց ավելի ճիշտ է։ ես ասելու բան չունեմ։ Նոր տարվա գիշերը դու դրսից եկար, Նարե։ Պապայից հետ ներս մտար ու դրսի շորերով։ Դե հա, դու քնած էիր, ես էլ մենակ էի տանը, որոշեցի դուրս գամ մի քիչ մեքենայով շրջեմ, թամել տոննա մարդիկ դրսում են։ Հա։ Հա, հետո եկա Հայկն էր տան մոտ, մնացածը գիտես։ Պարզա։ Ինչ-որ բան է եղել։ Չգիտեմ, Նարե, հարցնում եմ։ Հիվանդանոցից ինչ դուրս եմ գրվել, չենք հասցրել շփվել իրար հետ նորմալ։ Առիթ չի եղել էլի, որ խոսանք։ Դե ամեն ինչ նույնն է, ոչ մի բան չի փոխվել։ Իսկ որ փոխվի, ես կիմանամ։ Վրամ, տպավորությունը, որ ուզում ես ինչ-որ բան հարցնես։ Ինչ ես ուզում հարցնես, հարցրու։ Ոչ մի բան։ Արդեն քանի անգամ ես նույն դարակը քանդել ու դասավորել, հա։ Վրամ ուղղակի իրերս եմ տեղավորում։ Տրամադրությունդ լավ է հիմա։ Հա, արդեն լավ է։ Սոն քաշվում ես մերանցից։ Սոն Դե Վրամ չեմ կարողանում ինձ լիարժեք ազատ զգալ։ Ու հետո դու էիր ասում, որ սկիզբն է։ Ամեն ինչ տեղը կընկնի։
Ամեն դեպքում սենյակից դուրս չգալով հարցը չես լուծելու Սոն։ Արի գնանք։ Սենց թափածո չեմ թողնելու։ Այ, մոռացել էի, որ դու արդեն հարս ես։ Ծաղրում ես։ Չէ։ Դե լավ Սոն, արագ դասավորի ու արի քեզ եմ սպասում։ Սոնա, բա Նարեն ինչ էր ասում։ Ուղղակի խոսում էինք։ Սոնա Նարեն կապ ունի աղբորդ հետ։ Վրամ դու էիր ասում չէ, որ կանք մենակ ես ու դու։ Հիմա էլ եմ ասում։ Ես այդ թեմաներին չեմ ուզում խառնվել։ Ինչի ինչ որ թեմա կա Սոնա։ Չէ, չգիտեմ։ Կարծում եմ չէ։ Ոչ մի բան չխոսես Անիկ։ Վստահ էի, որ հենց այդ ես ասելու։ Ձյաց սա քո գործեր կան։ Մտածեցի ավելի լավ է հիմա գամ քննարկենք, որովհետև մի օր էլ նշանակություն ունի։ Ոնց ես։ Կարոտել եմ քեզ։ Ալա։ Ինձ էլ թված չես պատասխանի։ Նալե ուզում եմ քեզ տեսնեմ։ Նորմալ է քո համար, որ մի ամբողջ օր ոչ խոսացել ենք, ոչ էլ հանդիպել ենք իրար։ Իմ համար շատ բան նորմալ չի։ Ես գիտեմ, որ դու նեղված ես։ Բայց տենց չի լինի, Նարե, արի հանդիպենք ու իրար հասկանանք, խոսանք իրար հետ։ Ես հիմա քո կարիք այնքան ունեմ։ Բայց արի էլի, արի հանդիպենք։ Բան ա եղել։ Հա, եղել է։ Առանց քեզ օդս չի հերիքում։ Լավ, սպասի հագնվեմ դուրս գամ։ Լավ, սպասում։ Հաստորեն այսքան լուրջ է, հա վիճակը։ Ձյաց սա քո ես քեզ ասել էի սրա մասին, բայց դու ոչ մի բան չասեցիր։ Առանց քո ասելու ես ոնց մի բան անեի։ Գիտեմ, Արմոն, գիտեմ։ Երկու անգամ թղթերը բերել դրել եմ սեղանիդ։ Հասկացա, սպասի։ Էս ինչ ա եղել ու։ Ինչ պիտի լինի օֆիսում ֆինանսական շատ լուրջ խնդիր կա։ Շահույթ ստանալու փոխարեն փող են կորցրել մեծ։ Ես չեմ հասկանում, ոնց ա տենց բան եղել։ Գնա հակի, գնում ենք օֆիս։ Հա, դուք գնացեք, ես մի քիչ հետո կգամ։ Այդ տղա, դու չես հասկանում պահի լրջությունը։ Ես քեզ ասում եմ ֆինանսական կորուստ ենք ունեցել մեծ։ Եվ հետո քո օգնությունը հիմա ինձ շատ է պետք։
Հետո ես քո գործն է։ Գնա արի, որ գնանք տեսնենք ինչ ենք անում, այս հարցը պիտի այսօր լուծենք։ Հա, լավ։ Գնամ հագնվեմ գամ։ Բայց ոնց ասում ես տնից մարդ չի գալիս։ Այս ոնց որ թե համակերպվել են այն մտքերը, որ սոնանստեղ են։ Որ չհամակերպվեին, ինչ էին անելու։ Հայկը եկավ, գլուխը կախ հետ գնաց։ Ով էլ գա, գլուխը կախ հետ է գնալու։ Թող շնորհակալ լինեն, որ դրա հնարավորությունն էլ ստանում են։ Լավ դե ձյաց ակո, ես քեզ դրսում կսպասեմ։ Սոն։ Նորմալ է ամեն ինչ։ Հա, Հաստատ։ հա, ես արդեն գնում ես։ Հա, բայց շուտ եմ հետ գալու։ Վրամ, ես էլ եմ ուզում արդեն աշխատեմ։ Սոն, ինձ չի թվում, որ հիմա այդ լավ միտք է։ Ես էլ չեմ կարողանում 4 պատի մեջ նստեմ։ Ու հետո այս աշխատանքը ինձ շատ է պետք։ Սոնա, ես երբեք դեմ չեմ եղել քո աշխատելուն։ Բայց չեմ ուզում գնաս սալոն, ձերոնք գան ու քո համար տհաճ ու անհարմար իրավիճակներ լինեն։ Այդ հաստատ քեզ ցավացնելու է շատ։ Վրամ, խնդրում եմ։ Սոն, արի սենց անենք, ես հիմա գնամ, բայց խոստանում եմ, որ կմտածեմ ասածներիդ մասին, գամ տուն կխոսենք, լավ։ Վրամ, ես կարամ Լիլիթին ես տուն հրավիրեմ։ Այս տուն չէ, Սոնա, այլ քո տուն։ Կներես։ Այս արդեն քո տունն էլ ասոն։ Ում ուզում ես հրավիրի։ Դե եթե Լիլիթը իմ ներկայությունից իհարկե չի նեղվի, ես դեմ չեմ։ Դե լավ, Սոն, ես գնամ, պապան ու Արմոն ինձ են սպասում։ Բայց շուտ կգամ, լավ։ Լավ։ Քերի։ Ալո։ Բարև Միքո ջան։ Ասենք թե բարև Արմո։ Ոնց ես։ Ասելիքդ ասա։ Այն օրը որ եկել էի քեզ օգնելու մեծ խոսում էր, ինձ էլ ինչ ասես ասեցիր։ Բա հիմա քուրը դուր է։ Մտածում էր, որ ես քեզ խաբում եմ, չափազանցնում եմ։ Մտածում էր, որ ես քո վատն եմ ուզում։ Հիմա տեսնում ես Միքո, որ ոչ մի բար չեմ խաբել ու չեմ չափազանցրել։ Հիմա տեսնում ես, որ իմ հետ չի կարելի այսքան վատ լինել։ Իմ հետ դու պիտի լավ լինես։ Ամեն դեպքում ես չէի ուզի, որ սենց լինել ու վստահ եմ, որ դու էլ չէիր ուզի, որ սենց լիներ։ Արմո, ես չեմ պատրաստում քո հետ այս թեման քննարկեմ։ Քուրդ հիմա Ադամյանների ձեռքի տակ կա։ Հասկանում ես, չէ՞ որ այս առիթից լիքը օգտվողներ են լինելու, եթե միած սխալ քայլ անեք։ Միած սխալ քայլ ու առաջի արվածը Սոնայի կողմն է գնալու։ Քանի կարայր սա դեմը չարար, բայց հիմա պիտի համակերպվես։ Ասա որ Վրամուսակուն շատ լավ են մտածել։ Դե իրանք միշտ խելացի են եղել։ Իրանց ամեն մի քայլը 1000 անգամ հաշվարկված է։ Ասելիքս այսքանն էր։ Մնացածը դու քո մեջ գցի բռնի։ Լսի դու Հետո մետ էր խոսում։ Գնացինք։ Գնացինք։ Ամեն ինչ այդքան լուրջ է, հա։ Հա։ Այնքան որ ոչ մեկ չի ուզում մեր այդ նոր պայմանագիր կնքի։ Ես զարմանում եմ, ոնց եք թողել, որ գա հասնի այս պահին, հա։ Կլինի հասնենք օֆիս նոր քննարկենք։
Ասում եմ ում հետ էիր խոսում։ Քեզ ինչ։ Արմոյի անունն էր տալիս։ Ով ես դու, որ պիտի քեզ բացատրություն տամ։ Մի քո մի հատ հանդարտվի։ Ասում եմ Արմոյի անունը լսեցի։ Ինչ էիր խոսում դրա հետ։ Ասենք թե Արմոյի հետ էի խոսում, հետո Այդ աղա դու ինձ ձեռ ես առնում։ Ասում եմ ինչ գործ ունես այդ շակալի հետ։ բայց ինչ ես Արմոյի մասին տենց խոսում։ Տենց լավ ճանաչում ես, հա մարդկանց։ Մնում էր դրան պաշտպանել ու վերջ։ Ուշադիր ինձ լսի։ Կիլոմետրերով դրանից հեռու ես մնում։ Արմոն տականքից էլ վատ է Միքո։ Թշնամոց է վատ։ Բայց ոնց հասկանում եմ, մեր ընտանիքի համար նորմալ է թշնամիների հետ շփվելը։ Ամեն կարող է ես Արմոյի մեջ մարդկային որակներ եմ տեսել, թե ոնց դու նարեի։ Կարող է Արմոն ընկերս է դառնում։ Ցնդեցիր դու։ Լավ, հանգստացի Հայկ։ Իր համար մարդ է էլի։ Դե մենք էլ ոնց հասկանում եմ շատ մարդասեր ենք։ Համե ոնց կարելի է մարդուն մեղադրել մի բանի համար, որ ինքը Ադամյանների հետ կապ ունի։ Էս ինչ մտածելակերպը չեմ հասկանում։ Արմո ջան, ախպեր ես, դու որտեղ ես։ Հետդ երկու բառ կա խոսալու։ Լսի, եթե անգամ ինձ հակառակ բան ես ուզում անես ես քո քայլով, մի արա։ Արմոն այդ մարդը չի ում հետ դու թեկուզ մի վարքյան պիտի շփվես։ Հա, ապրես շատ։ Շնորհակալ եմ, որ որպես մեծ ախպեր խորհուրդ ես տալիս։ Նարե։ Հա, ես 5 րոպեից կհասնեմ։ Լավ գալիս եմ։ Լավ։ Չնայած ոչ է ուզում եմ դեմքդ տենամ։ Ու մի բան ասեմ ականջի տողարա, ու փոխանցի նրան ում որ պետք է։ Եթե Սոնայի գլխից մաս պակասեց, սաղիդ հերթով կարգով թաղելու եմ, հասկացար, ու չկասկածես։ Ու եթե ռիսկ չունես այս ամեն ինչը փոխանցելու, ձայնայինս կմիացնես, թող լսեն։ Սոնա ջան, ես զգում եմ, որ դու քեզ դեռ կաշկանդված ես զգում։ Քեզ մի քիչ ազատ կա։ Դու ես տան անդամն ես, չէ՞ արդեն։ Ճիշտն ասած, ես երբեք չէի սպասի, որ այսօրը գալի է ու դուք ինձ ընդունեք։ Ես էլ, բայց փաստորեն եղավ։ Այդ նշանակում է, որ հնարավոր է դառնում մեր ընտանիքների միջև հաշտության եզրեր գտնելը։ Երբեք նման բան չի կարող լինել։ Բայց դուք ինձ ընդունեցիք, չէ՞։ Սոնա ջան, դու ինձ ոչ մի վատ բան չես արել։ Դու երեխուն սեր ես տվել։ Կյանք ես վերադարձրել։ Իսկ քո ախպերը, քո մարդասպան ախպերը, ոչ մի դեպքում այս տուն ոտք չի դնի։ Ես երբեք
իմ երախու սպանողի հետ հաց չեմ կարող կիսել։ Երբեք։ Իրենք իմ հարազատներն են։ Հա, բայց դու մեզ ես ընտրել, չէ՞։ Տենց չի։ Լավ, տենց մի լարվի։ Միրգ կեր, սուրճը սառեց։ Դու ինձ ճիշտ հասկացի։ Մենք երեխա ենք կորցրել։ Նույն ցավներ քո հայրն ա ապրել։ Էդ անողին չեք ներել, չէ՞։ Չէ։ Ուրեմն ես ոչ մի սխալ բան չեմ ասում։ Բայց դրանից իմ վերաբերմունքը քո հանդեպ չի փոխվում։ Ես շատ ուրախ եմ, որ դու ես տանն ես։ Չեմ հավատում, որ թողել եք ամեն ինչ այսքան վատանա։ Ես զարմանում եմ, ոնց եք դուք այդքան փող մի անգամից քամուն տվել։ Դե ես ինքս փորձում էի ինքնուրույն լուծել այդ ամեն ինչը, բայց մի բան մեն չգնաց։ Պապ, մենք այս համագործակցությունների շնորհիվ ենք այսքան ժամանակ օֆիսը առաջ տարել, օֆիսը պահել։ Հիմա ով է համարյա սնանք ընկերության հետ ինչ-որ գործ բռնելու, հա։ Լավ, բա դու ինչ առաջարկում ես վրան։ Մտածում եմ կրճատումներ անենք։ Տենց բան չի կարա լինի, Արմու։ Ում ես կրճատելու, մարդիկ այս գործով տուն են պահում։ Վրան, որ չկարողացար աշխատավարձ տալ, ոնց են այդ տունը պահելու։ Այ քեզ բան։ Այդ մարդկանց խնդիրը չի, մենք ենք մեղավոր։ Մի բան ուրեմն պիտի մտածենք։ Եթե պետք լինի վրամ, ուրեմն կրճատումներ էլ կլինեն։ Կարող է նորից սկսենք առանց աքսիզ ապրանքների համար պայմանավորվել։ Դրանցից ահագին շահույթ էր մնում։ Բացի ահագին շահույթը, Արմո, ահագին էլ կնստես հետո։ Այսքան ժամանակ ոչ մի բան չի եղել։ Դու քանի անգամ ես մազով պրծել, հա։ Բա ինչ անենք։ Թողնենք, որ օֆիսը փակվի, հա։ Օֆիսը ոչ մի դեպքում չի փակվելու։ Ինչ գնով ուզում ա լինի։ Այսինքն Ինչ ես նստել, վերկաց գնա, որ կհանգստանա, մանրամասն կբացատրես։ Բարև Հայկ։ Ուղակի բարև։ Չեմ հավատում, որ չես կարոտել ինձ։ Ես էլ չեմ հավատում, որ դու քեզ նենց ես պահում, իբր ոչ մի բան չի եղել։ Հակառակի պես որ ուզեմ էլ չեմ կարա, որովհետև ինքան բանա թափվել գլխիս, որ արդեն չգիտեմ ինչ անեմ։ Հայկ, ես չեմ հասկանում, ինչի ես տենց խոսում։ Սոնան լավ է, մեր տանն է։ Մերոնք սպասվածից էլ ավելի լավ ընդունեցին Սոնային։ Ես չգիտեմ ինչն է քեզ անհանգստացնում, բայց ես չեմ ուզում քեզ սենց հուսահատված տեսնել։ Դու կներես ինձ։
Ինչի համար։ Այն օրը նոր տարվա գիշերը մեր մեջ խոսակցություն եղավ, որ ես չէի ուզի որ տես լիներ։ Ու ուզում եմ քեզ բացատրեմ։ Իսկ կարող է պետք չի։ Չէ, պետքա։ Պետքա, որովհետև չեմ ուզում, որ դու մտածես, որ իմ սերը քո հանդեպ կարող է լուրջ չլինի։ Ու իմ մտադրությունները քո հանդեպ կարող է անլուրջ լինեն նաև։ Ես չեմ մտածում, որ քո սերը լուրջ չի, կամ դու ինձ չես սիրում։ Ուղղակի Ես քեզ շատ եմ սիրում։ Շատ։ Առանց ուղղակիների։ Բայց հարցեր կան, որ կորցնում եմ ինձ։ Ինքնատիրապետումս կորցնում եմ նարը։ Ես չգիտեմ այսօր ինչա կատարվում իմ հետ, բայց ինձ թվում է, որ ամեն ինչ կորցնում եմ։ Սոնան գնաց։ Միքոյի հետ հազիվ հարաբերություններս կարգավորվել էր։ Իսկ հիմա ավելի վատ է, քան առաջ էր։ Վարոն բանտում է։ Ու եթե ես քեզ էլ կորցնեմ, չգիտեմ ինչ կլինի։ Դու ամեն ինչից բարձր ես։ Ու իմ սերը կապ չունի քո ընտանիքի խնդիրների հետ։ Հայկ, այդ խնդիրները ամեն օր ավելի շատ են գլուխ բարձրացնում։ Հա, բայց դու մեկա միշտ իմ կողքին ես, չէ՞ լինելու։ Այնքան, ինչքան դու կուզես։ Այսինքն դու կասկածում ես իմ սիրո վրա։ Ու քեզ թվում է, որ պահա գալու ես չուզեմ, որ մենք իրար հետ լինենք։ Սիրո վրա չէ։ Բայց էլ ինչի։